Միացել է, կարող եք սկսել։ Միացրեք, պարոն։ Շնորհակալություն։ Դուք Թուրքիայում սովորելու ժամանակ, այսպես ասած ֆելոշիփի շրջանակներում, ազգությամբ թուրքերի հետ շփվել եք թե ոչ։ Շնորհակալություն քաղաքացիական պայմանագիր խմբակցության հարգելի անդամներ, ես խնդրում եմ շատ տհաճ հարցեր կարող են հնչել, տեղից մի արձագանքեք նորմալ է։ Պարոն Դավթյան, շնորհակալ եմ ձեր հարցի համար։ Մի փոքրիկ ուղղում ես Թուրքիայում չեմ սովորել, ես Թուրքիայում 5 ամիս Հրան Դինքի հիմնադրամի ծրագրի շրջանակներում անցկացրել եմ հետազոտություն։ Հարցրեցիք Թուրքիայի հետ շփվել եմ թե չէ, ես Թուրքիայի հետ շփվել եմ նախ 2010-ից 11 թվականներին, երբ որ ես սովորում էի Լոնդոնում, որովհետև երբ որ ես սովորում էի Լոնդոնում, մեր կուրսում բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ կային եւ այդ թվում կարծեմ մի հոգի Թուրքիայից կար։ Երբ որ ես Լեհաստանում էի սովորում, այնտեղ էլ Թուրքիայից ներկայացուցիչ կար։ Թուրքիայի հետ շփվել եմ ես վերջերս, որովհետև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ եւ համաձայնեք տարօրինակ կլիներ, որ չշփվեի թուրքերի հետ այդ գործընթացում։ Շատ աբսուրդային կլիներ նույնիսկ։ Սա է, ես թուրքերի հետ շփվել եմ տարբեր տեղեր, որտեղ իրենց տեսել եմ։ Իսկ դուք տեղից արձագանք։ Իմ հարցը վերաբերում է շատ հստակ։ Ինչ չի հետաքրում, որտեղ եք սովորել, ում հետ եք քննարկել։ Թուրքիայում ֆելոշիփ անցկացնելու ժամանակ դուք ազգությամբ թուրքերի հետ շփվել եք թե ոչ։ Բայց ինչ որ մասը པարզ չէր իմ ասացի։ Այո։ Պարոն Աղվան Վարդանյան, Հայաստան խմբակցություն։ Շնորհակալ եմ։ Լավ առաջարկ եք անում, պարոն Ռուբինյան։ Ցավոք, զրոյական կետը փորձառությունը ուրիշ բան է հուշում, թե ինչերի է հանգեցրել։ Բայց հարցի փոխարեն մեկ արձանագրում եւ մեկ հասցեագրում։ Արձանագրումը։ Այս ընթացքում դուք հայտարարել եք, որ ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորներին վերաբերվել եք իբրև հանցագործների։ Սա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն է, որտեղ մենք քիչ առաջ երդվեցինք։ Մենք Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված պատգամավորներ ենք։ Մարդկանց իբրև հանցագործների վերաբերվում են քրեակատարողական հիմնարկներում կլուշնիկները։ Կրկնում եմ, սա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն է եւ գիտակցեք, թե դուք որտեղ եք աշխատելու եւ աշխատում։ Սա արձանագրումը։ Երկրորդը, դուք հայտարարել եք այս ընթացքում նաև մենք ասել ենք վենդետա չի լինելու, հիմա ասում ենք վենդետա լինելու է։ Վենդետա բառը վտանգավոր բառ է, պարոն Ռուբինյան։ Կարող եք վերցնել բացատրական բառարանները մի հատ ուսումնասիրել։ Վենդետան երբեք միակողմանի չի լինում։ Վենդետան շարունակվում է անընդհատ։ Սա էլ իբրև հասցեագրում ձեզ։ Շնորհակալ եմ։ Լավ չհասկացա ձեր հարցը որն էր, բայց արձագանքեմ ձեր հասցեագրումներին։ Ճիշտ մատնանշեցիք, ես իրոք առաջարկում եմ զրոյական կետ մեր հարաբերություններում եւ նաեւ պետք է ասեմ, որ Հայաստանի Սահմանադրությամբ ազգային ժողովի նախագահը այդ պաշտոնը չի ենթադրում քաղաքական նեյտրալություն։ Ստեղ ենթադրում, ստեղ չի ենթադրում։ Եվ ընտրվելու դեպքում դուք կարող եք վստահ լինել, որ երբ որ ես լինեմ այստեղ, այսինքն նիստը վարելիս, ես լինելու եմ լիապես չեզոք։ Այստեղ ես հայտնելու եմ իմ քաղաքական դիրքորոշումները, բայց ինչպես արդեն ասացի, ձեր կողմից փոխադարձման դեպքում բարեկիրթ, չնայած չփոխադարձման դեպքում էլ ես իմ ոճը չէ անբարեկրթությունը։ Ինչ վերաբերում է հանցագործներին, չգիտեմ ով որտեղում ոնց է վերաբերվում, բայց ես կարծում եմ, որ ոչ միայն ես կարծում եմ, այլ նույնիսկ հանցագործներին են վերաբերվում
պարզ մարդկային բարեկրթությամբ։ Ընդհանրապես բարեկրթությամբ վերաբերվել պարտավոր են մարդիկ բոլորին, նույնիսկ թշնամուն, հանցագործին եւ այսպես շարունակ։ Վենդետայի մասով մենք 2010 իրականում այդ վենդետայի թեման ուղիղ փոխկապակցվածություն ունի իմ մատնանշած երևույթի հետ, երբ որ ժողովուրդ ընդդիմությունը չի ընդունել եւ չի ընդունում ժողովրդի ընտրությունը։ Որովհետեւ մենք 2018 թվականին եկանք իշխանության եւ ասացինք վենդետա չի լինելու։ Եվ ասացինք, որ ցանկացածը իրավունք եւ հնարավորություն ունի ուղղվելու։ Ցավոք, ես պետք է արձանագրեմ, որ նախկին իշխանությունները եւ նրանց հետ փոխկապակցված շատ ուժեր չօգտագործեցին այդ հնարավորությունը։ Եվ այո, ես հայտարարել եմ եւ հիմա էլ եմ հայտարարում, որ վենդետա լինելու է բառից իրավական իմաստով։ Եվ բոլոր այն մարդիկ, որոնք կատարել են հանցագործություն, պետք է պատժվեն։ Բոլոր այն մարդիկ, որ չեն կատարել հանցագործություն, չպիտի պատժվեն։ Քաղաքական իմաստով նույնպես վենդետա է լինելու, որովհետև կրկնում եմ օրենքի շրջանակներում բնականաբար, որովհետև քաղաքական ուժերը պիտի պատասխանատու լինեն իրենց գործողությունների համար, թերևս այսքանը։ Արձագանք։ Միայն առաջարկություն։ Եթե ընտրվեք ազգային ժողովի նախագահ, գոնե առաջի 6 ամիս այդտեղից ներքև չիջնեք։ Կմտածեմ ձեր առաջարկի վերաբերյալ։ Հաջորդը Վաղինակ Վարդանով, Ուժեղ Հայաստան խմբակցություն։ Պարոն Ռուբինյան, ինչպես նշեցիք, Թուրքիայում թուրքերի հետ շփվել եք։ Իսկ մտերմություն արել եք որևիցե Թուրքի հետ։ Խնդրում եմ այո կամ ոչ պատասխանեք։ Չէ, չեմ արել։ Շնորհակալություն։ Արձագանք չկա։ Հաջորդը Արեգա Հովսեփյան, Ուժեղ Հայաստան խմբակցություն։ Ամփոփելով 5 ամիս հետազոտական աշխատանքներ են կարել, թուրքերի հետ շփվել եք, նորմալ է, մտերմություն չեք արել, իսկ այդ ում հետ որ շփում եղել է, նրանք իրենց մասնագիտությամբ կամ աշխատանքի բնույթով կարող է պետական հաստատությունների հետ որևէ կապ ունեցել են, թե չէ, այդ ձեր շփման շրջանակներում, այո թե ոչ։ Ոչ։ Արձագանք Միայն մի դեպքում են կապ ունեցել, երբ որ ես արդեն 2022 թվականից հատուկ ներկայացուցիչ է եւ բնականաբար իմ գործընկերը թուրքական կողմից ուղիղ կապ ուներ Թուրքիայի կառավարության հետ, որովհետեւ կառավարության ներկայացուցիչն էր։ Արձագանք չունեք։ Հաջորդը Իշխան Սաղաթելյան, Հայաստան խմբակցություն։ Շնորհակալություն։ Նախ մինչև բուն հարցին անցնելը, ասեմ, որ ձեր ելույթի ընդդիմություն եւ իշխանություն արճակատման իրական պատճառը ոչ թե ժողովրդի քվեարկության հետ չհաշտվելն է, այլ Արցախի էթնիկ զտման եւ Հայաստանի օկուպացված տարածքների։ Դրան ավելի մանրամասն իմ ելույթի ժամանակ կանդրադառնամ։ Մինչ այդ հարցս հետեւյալն է շատ պարզ եւ հստակ։ Իբրև ազգային ժողովի նախագահի թեկնածու։ Կարող եք հայտարարել եւ երաշխավորել, որ ձեր իշխանության տարիներին որևէ պարագայում, որևէ պատրվակով եւ որևէ դեպքում Տիգրանաշենը չեք հանձնել։ Շնորհակալություն, ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 կիլոմետր քառակուսի է եւ դա լիակատար եւ անքննարկելի կարմիր գիծ է։ Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի կառավարության հայտարարված ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է, որ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմաններից ներս են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո եւ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման շրջանակներում։ Ինչ վերաբերում է այլ հարցերին, մյուս հարցերը ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի կարող են լուծվել տարբեր կերպ, որովհետև կանոնակարգը թույլ տալիս է անել որոշակի, ոնց ասեմ, օպտիմալացումներ, բայց նույնիսկ այդ դեպքում դա պահանջում է հանրակրվել։ Շնորհակալություն։ Արձագանք չունեք։ Ճիշտ է, ինչի չունեմ,
չհասկացա օպտիմալացում ինչա նշանակում տարածքների, բայց ընդհանրապես արձանագրենք, որ շատ հստակ, պարզ, ուղիղ հարց եմ տալիս։ Եվ ամենևին պատական չի, որ Տիգրանաշենի մասն եմ հարցնում։ Տիգրանաշենը մեր համար ռազմավարական նշանակություն ունեցող հենակետ է։ Հիմա ձեր ասած Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ Տիգրանաշենը կա, թե չէ։ Ու նորից եմ կրկնում, պարոն Ռուբինյան, պատական չի, որ հարցնում եմ։ Եվ սահմանագծման, սահմանազատման, անկլավների անվան տակ այն խոսակցությունները, որ պատրաստում եք հանձնեք Տիգրանաշենը, կարող եք ժխտել, թե ոչ։ Շնորհակալություն, պարոն Սաղաթելյան, օպտիմալացում տեսականորեն նշանակում է, երբ որ օրինակ կողմերը որոշում են փոքրիկ սահմանազատման շրջանակներում ինչ-որ փոքրիկ փոփոխություններ անել, որպեսզի համարժեք, որպեսզի օրինակ, չգիտեմ, սահմանային գյուղերի օրինակ կյանքը չխաթարվի կամ ռելիեֆը հաշվի առնեն եւ այսպես շարունակ։ Եվ ուշադրություն դարձեք, որ սա ասում եմ, ես ասում եմ զուտ տեսական։ Այդ հարցը չի քննարկվել սահմանազատման հանձնաժողովների միջև։ Ես ասում եմ, որ այդպիսի հնարավորություն կա։ Տեսականորեն այդպիսի հնարավորություն կարող է լինել նաև անկլավների հարցով։ Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքին, ես կարծում եմ բոլորին հայտնի է, որն է այդ տարածքը եւ այդ տարածքը քառակուսիով, այսինքն այդ տարածքի չափսը 20743 կիլոմետր քառակուսի է եւ դա հանրահայտ փաստ է եւ դա չի կարող լինել մեզ համար քննարկելի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հաջորդը պատգամավոր Շիրազ Մանուկյան, Ուժեղ Հայաստան խմբակցություն։ Պարոն Ռուբինյան, դուք լիարժեք չպատասխանեցիք իմ գործընկերներին։ Միևնույն ժամանակ ես բազմիցս հարցեր եմ ուղղել ձեզ, որոնք մնացել են ուղիղ կերպով անպատասխան։ Բայց վստահ եմ, որ այս անգամ կպատասխանեք։ Դուք հետազոտական աշխատանք եք կատարել Թուրքիայում, Սաբանչի համալսարանին կից, Իստանբուլ Policy Center ուղեղային կենտրոնում։ Հնարավոր է դուք ձեր աշխատանքի շրջանակներում հանդիպած լինեք պետական համակարգում աշխատող ձեր թուրք գործընկերներին։ Ուզում եմ նկարագրել նրանց տեսքը, հավուր պատշաճի է եղել, չգիտեմ, կանտովկեքը համապատասխան կերպով է եղել։ Նկարագրեք նրանց տեսքը, ովքեր են եղել։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, եթե սխալվում եմ, բայց մենք երբևիցե չենք հանդիպել եւ դժվար եմ պատկերացնում, որ դուք ինձ հարց տված լինեք այն պարզ բանից ելնելով, որ մենք չենք հանդիպել։ Ինչ վերաբերում է Թուրքիային, բայց ես կարծես թե չասացի, որ ես Թուրքիայի որևէ պետական աշխատողի հետ եմ հանդիպել Թուրքիայում հրանդինքի ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակցելիս։ Հետևաբար չեմ կարող ասել ինչ տեսք ունեին այն մարդիկ, ում ես չեմ հանդիպել։ Բայց օգտվելով առիթից ես եկեք բան անեմ, էլի, պարզացնեմ հարցը։ Այս ձեր հարցերի բանը, տողատակը որն է, արդյոք ես Թուրքիայում, չգիտեմ, հանդիպել եմ Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին եւ արդյոք նրանք ինձ հավաքագրել են։ Ուղիղ հարցրեք, ասեք, արդյոք այդպես է, ես էլ ասեմ ոչ։ Հաջորդը, սիրելի գործընկերներ, նույն այս ձև 2021 թվականին, երբ որ ես ընտրվում էի փոխնախագահ ազգային ժողովի, մեր սիրելի գործընկերները այնտեղ նստած, այս նույն այս հարցերը տալիս էին։ Մի քիչ, քանի որ Թուրքիայի թեմայից ենք խոսում, սա մի քիչ նմանվում է Քշի Թուրքիա անեկդոտին, էլի։ Գիտեք այդ անեկդոտը։ Վստահաբար գիտեք։ Հիմա ես այդ հարցը մի 100 անգամ երևի պարզաբանել եմ, բայց լավ, մի չեմ զլանա, մի անգամ էլ կպարզաբանեմ։ Հրանտ դինքի հիմնադրամ կա, այդ հիմնադրամը ինչ է։ Այդ հիմնադրամը ղեկավարում է Հրանտ դինքի դուստրը, ազգությամբ հայ, Հրանտ դինքն էլ էր ազգությամբ հայ, Թուրքիայում ապրող հայ, այսինքն այնտեղ Մալացիայում էր կարծեմ ծնվել եւ ապրում էր Ստամբուլում, լրագրող, հայտնի լրագրող, որի սպանեց թուրք ազգայնականը 2007, եթե չեմ սխալվում, 6 կամ 7 թվականներին։ Հիմա իր անվան հիմնադրամ կա, ղեկավարում է իր դուստրը։ Այդ հիմնադրամի շրջանակներում Եվրամիության եւ Բրիտանիայի ֆինանսավորմամբ կար ծրագիր, որտեղ Հայաստանից մի խումբ մարդիկ եւ Թուրքիայից մի խումբ մարդիկ համապատասխանաբար գնում էին Թուրքիա եւ Հայաստան եւ կապված իրանց մասնագիտությունից, մի մասը լրագրողներ էին, մյուս մասը ինչ որ հետազոտողներ եւ այսպես շարունակ։ Որոշ մի քանի ամիս անցկացնում են մյուս երկրի գործընկեր կազմակերպություններում։ Հիմա ես, բնականին լրագրողն էր, իմ հետ մարդ կար, որ այն ժամանակ Ազատություն ռադիոկայանի լրագրողն էր։ Ինքը
CNN-ում էր այնտեղի 5 ամիս անցկացրել։ Ես հետաքրքրված եմ գիտական գործունեությամբ, պլյուս ես միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորել եմ այստեղ Երևանում։ Թուրքերեն էի սովորել, ուզում էի լավացնել թուրքերենը եւ հրան դիմքի հիմնադրամում, հենց հիմնադրամում, ոչ թե այլտեղ։ Թուրքերեն դասընթացներ էի անցնում։ Միակ դասընթացը, որ ես Թուրքիայում անցել եմ, թուրքերեն լեզվի դասընթացն է եղել հրան դիմքի հիմնադրամում։ Ուրիշ ոչ մի կրթական ծրագրի ես չեմ մասնակցել, ինձ ոչ մեկ լեկցիա չի կարդացել, դաս չի տվել, ես չեմ ունեցել գիտական ղեկավար։ Ինձ տրամադրվել է ընդամենը մի հատ սենյակ, որտեղ ես իմ հետազոտությունը պիտի անեի, որը իդեպ ավարտին չեմ հասցրել։ Սա է ամբողջ ճշմարտությունը։ Եվ հա, իդեպ հարգարժան պարոն Կարապետյանը տեսա օրեր առաջ ասել էր, որ ես թաքցրել եմ, որ ես Թուրքիայում եմ սովորել, նախ չէի կարող թաքցնել, որ ես Թուրքիայում չեմ սովորել։ Ես Թուրքիայում, ինչպես ասացի, գիտական ծրագրով էի, բայց բացի դրանից նույնիսկ դա չեմ թաքցրել, որովհետև ես օրինակ արտաքին գործերի փոխնախարար եմ նշանակվել 2018 թվականի մայիսի վերջին եւ 2018 թվականի հունիսի սկզբին իմ առաջին հարցազրույցում փոխնախարար նշանակվելուց հետո Mediamax, կարող եք Google-ում փնտրել Ռուբեն Ռուբինյան Mediamax, ասել եմ, որ ես Ստամբուլում էի հրանտինքի ծրագրի շրջանակներում։ Դրանից հետո ստեղ ես ամբիոնից 2021 թվականին փոխնախագահ ընտրվելուց են պատասխանել հարգարժան Հայաստան խմբակցության գործընկերներին, Տիկին Խամոյանի հետ հանրահայտ զրույց ունեցանք եւ այսպես շարունակ։ Սա է ամբողջ ճշմարտությունը։ Եթե հավելյալ հարցեր մնացին, կարող եմ պատասխանել։ Եթե ասածից հետաքրքրում է ասեմ, այնտեղ սիրում էի ուտել քեբաբ, Ադանա քեբաբ, շատ համով է, Իսկանդեր, եթե սա ձեզ հետաքրքիր է, էլի, համով բաներ։ Այնտեղ հաճախ գնում էի Պատրիարքարան, որովհետև ինձ հետաքրքիր էր։ Ստամբուլի հայկական եկեղեցիներն էի սիրում գնալ ուսումնասիրել, հայկական համայնքի ներկայացուցիչներին, որ հանդիպում էի, սիրով շփվում էի, այսպես շարունակ։ Շնորհակալություն։ Արձագանք ունեք, չունեք։ Ուղղակի զարմանալի է, որ ձեր ասած մարդկանց, նույնիսկ այն լրագրողը, որը ձեր հետ եղել է, Սերդար Քլեչը նրան չի շնորհավորել, նույնիսկ առաջինը։ Պարոն Մանուկյան, ճիշտ ասած, էլի չեմ հասկանում ձեր հարցի տրամաբանությունը։ Ես եղել եմ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։ Հատուկ ներկայացուցիչ լինելը եւ ընդհանրապես դիվանագիտությունը ենթադրում է ունենալ նորմալ հարաբերություններ քո դիմացինի հետ, հատկապես եթե քո առաքելությունն է դիմացինի ներկայացրած երկրի հետ հարաբերությունների կարգավորումն։ Եվ ես ուրախ եմ եւ հպարտ եմ, որ կարողացել եմ իմ գործընկերոջ հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ ինքը ինձ շնորհավորի։ Ընդհանրապես ես այդ օրը շնորհավորանքներ եմ ստացել ոչ միայն Թուրքիայի հատուկ ներկայացուցիչից, այլ ինձ այդ թվում ոչ հրապարակային գրել են տարբեր տեղերից։ Օրինակ այդ թվում Ռուսաստանի Դաշնությունից, այդ թվում ինձ շնորհավորել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, հուսով եմ դեմ չի լինի, որ ասեմ, եւ այսպես շարունակ այլ գործընկերներ։ Շնորհակալություն։ Հաջորդը Իդեպ շնորհավորում եմ ձեզ, պարոն Մանուկյան, պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։ Շնորհավորում եմ ձեզ։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում։ Սերդար Քլեչը ինձ է շնորհավորել, ես ձեզ եմ շնորհավորում։ Քաշվակ։ Հաջորդը Մեսրոբ Մանուկյան, Հայաստան խմբակցություն։ Շնորհակալություն, նախ կխնդրեմ ռեգլամենտին հետևեք, դեռ չընտրված ձեզ դիրքը չարաշահում եք, ելույթ եք ունենում, խախտում եք ժամկետները։ Պարոն Մանուկյան, ես եք խնդրեմ ձեռքը ինձ բարձել էլի իմ ուղղությամբ։ Այսինքն։ Դե սիրուն չի։ Այսինքն ձեռքն ասենց չեմ անում կամ մատ չեմ թափտալ, ձեռքը սենց եմ անում։ Ուրեմն շարունակեմ, մինչ իմ հարցին անդրադառնալը կուզենայի արձագանքել իմ գործընկերոջ Իշխան Սաղաթելյանի հարցին եւ հստակեցրեց ձեր տրամաբանությամբ լինելով վերջին 8 տարիներին պետական պաշտոնյա Տիգրան Աշենը Հայաստանի Հանրապետության տարածքա թե ոչ, հստակ կադրապատասխան այո կամ ոչ։ Եվ նաև կուզենամ արձագանքել ձեր ելույթին, պարոն Ռուբինյան, երբ որ կոչ եք անում, ասում եք, որ եկեք համերաշխ լինենք, չգիտեմ, մյուս, ուղղակի ուզում եմ հասկանալ, դուք ձեր պնդումների մեջ ինչքանով եք անկեղծ։ Նույն ընդունենք Թագուհի Թովմասյան, ով եկել է նիստերին հանձնաժողովի նախագահ ա եղել, 2-3 սույթ ելույթից հետո որոշեցիք, որ այդ մարդը չպիտի լինի հանձնաժողովի նախագահ։ Այսինքն հանձնաժողովի նախագահին դուք հանեցիք աշխատանքից։ Կամ կոչ եք անում, որ զուսպ լինեն, խոսում են ձեր գործընկերները տեղից ձեն են հանում, խնդում են,
չգիտեմ ինչ որ արձագանքներ են լինում, ձեր կոչերը միջև ընդդիմությանն անելը, դուք ձեր գործընկերների հետ խոսել եք, թե չեք խոսել։ Հաջորդը, երբ որ կոչ եք անում կամ Տիկին Գրիգորյանին ասում եք միգուցե ընդդիմությունից ընտրեն ձեզ, իսկ ես կարծում եմ միգուցե ձեր ֆրակցիայից մի անգամ էլ խոսեք, ձեզ դեմ քվեարկողներ կլինեն, բայց խնդրում եմ այդ մնացածը ռեպլիկ էր, պատասխանեք Իշխան Սաղաթելյանի հարցին, որը կրկնում, Տիգրան Աշենը Հայաստանի Հանրապետության տարածք է թե ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, ես կոչ չեմ արել լինել համերաշխ, ես կոչ եմ արել լինել բարեկիրթ, դրանք տարբեր բաներ են եւ ես ձեր հետ ամենևին համերաշխ չեմ եւ ոչ էլ ձեր ներկայացած խմբակցության հետ եմ համերաշխ։ Ես գրեթե բոլոր հարցերով տարբեր կարծիքներ ունեմ ձեր քաղաքական ուժի հետ, բայց ես կոչ եմ անում լինել բարեկիրթ։ Եվ այո, ըստ իս բարեկրթությունը նաեւ ենթադրում է, երբ որ մեկը դիմում է մյուսին, այսինչ չի անում։ Բայց դա ճաշակի հարց է։ Ինչ վերաբերվում է Թակուի Թովմասյանին, Տիկին Թովմասյանը մի քանի ելույթ հետո չի հեռացվել այդ պաշտոնից, մի քանի տարի անց է հեռացվել, եթե չեմ սխալվում, բայց դե չգիտեմ դա ինչքան կապ ունի մեր քննարկման հետ։ Ես ասում եմ, ես ուրախ կլինեմ, եթե ձեր խմբակցությունը վերցնի իրեն հասանելի պաշտոն եւ կոչ եմ անում ձեզ անել դա, որովհետեւ դա խորհրդարանական աշխատանք է այդ թվում։ Ես կոչ չեմ անում ընդդիմությանը ինձ քվեարկել, հակառակ ես ասում եմ, ես չեմ ակնկալում, որ ընդդիմությունը ինձ քվեարկի, բայց դեմ չեմ, ասում եմ, բացարձակ դեմ չեմ։ Ինչ վերաբերում է պարոն Սաղաթելյանի հարցին, ես այդ հարցին արդեն պատասխանել եմ սպառիչ։ Շնորհակալություն։ Արձագանք ունեք։ Իհարկե ունեմ, սպառիչ պատասխան չի եղել, տարածքը այո կամ ոչ, դա մեկ։ Երկրորդը, որ ասում եք համերաշխություն կամ բարեվարկություն, ձեր ֆրակցիայի կողմից դա նկատում եք, թե չէ։ Մյուսը ձեռքի շարժումների հետ, երբ որ կապված ձեր դիտարկումը դուք անում եք, երևի մոռացել եք, որ ձեր գործընկերներին, օրինակ Արտուր Թովմասյան մատ էր թափ տալիս, ասում էր ականջ կկտրեմ, աշկ կհանեմ կամ մյուս։ Բայց ժամանակ ձեր մոտեցումն էր, կամ հիմա հարց եմ տալիս Արտուր Հովհաննիսյանը, կամ հիմա, երբ որ ես խոսում եմ, ձեր գործընկերների տեղից ինչ որ ձայն հանել է։ Նորմալ է ձեր համար։ Շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, իդեպ օգտվելով առիթից ուզում եմ ձեզ շնորհավորել պատգամավոր ընտրվելու կապակցությամբ, որտեղ որքան գիտեմ դուք նախկինում այս շենքում աշխատել եք որպես Մանվել Գրիգորյանի օգնական։ Ուղղեք ինձ, եթե սխալ եմ։ Սխալ եմ։ Հա, շնորհակալություն, բայց մի ընդհատեք ինձ։ Շնորհավորում եմ, առաջընթաց եք գրանցել եւ վստահ եմ, որ դուք ուրախ եք, որ այն ժամանակվա տրամաբանությամբ չէ, որ ձեզ այս շենքում կվերաբերվեն։ Ես նկատի ունեմ բառից լավ իմաստով, ձեր շատ լավ կվերաբերվեն ինչպես ցանկացածին։ Ինչ վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, Հայաստանի ինքնիշխան տարածքը կազմում է 20743 կիլոմետր քառակուսի, բոլորը գիտեն, որն է Հայաստանի ինքնիշխան տարածքը միջազգայինորեն ճանաչված, իսկ ինչ վերաբերվում է անկլավների հարցերին, դրանք լուծվելու են համազատման հանձնաժողովների շրջանակներում։ Ընդ որում, ինչպես Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, եւ այստեղ լավ լուրն է նա, որ կարծես թե ըմբռնում կա նաեւ ադրբեջանական կողմից, որտեղ իրանք էլ են հայտարարում, որ համանազատման հանձնաժողովների շրջանակներում է լուծվելու հարցը, այսինքն կա ըմբռնում, կարող է լինել տարբեր տարբերակներ, բայց հիմա որևէ որոշում այդ հարցով չկա։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար